Գլխապտույտը զգացում է, որ արկածախնդիրները փնտրում են հաճույքի համար, սակայն պատկերացրեք այդ զգացումով ապրել ամբողջ ժամանակ։ Այդպիսին է ավելի քան 2 միլիոն ամերիկացիների կյանքը, սակայն գլխապտույտը թեթևացնելու պարզ միջոց կա։ Կարծես ապրում ես մշտական գլխապտույտի զգացումով։ Մի առավոտ արթնացա, ոտքի կանգնեցի եւ գլուխս անվերահսկելիորեն պտտվում էր։ Շելբի Բիրդենի մոտ այն սկսվեց անսպասելիորեն եւ շատ արագ։ Դա կոչվում է անվնաս նոպայական գլխապտույտ եւ այն կարող է առաջանալ պարզապես գլուխը շարժելիս։ Ամեն ինչ սկսվում է ականջներից։ Սովորաբար օտոլիտ կոչվող բյուրեղները շարժվում են ներքին ականջի կիսաշրջանաձև ուղիներով, դիպչելով բարակ մազերի բջիջներին, որոնք գլխի դիրքի վերաբերյալ տեղեկատվություն են հաղորդում ուղեղին։ Սակայն երբ այս բյուրեղներից մեկը խցանվում է ուղու մեջ, այն ստիպում է մազի բջջին արձագանքել իրականում տեղի չունեցող դիրքի փոփոխությանը, դա տանում է գլխապտույտի։ Քրիստին շարժումների հատուկ հաջորդականությամբ, որը կոչվում է կանալիտ վերադիրքավորման գործընթաց, օգնում է մարդկանց վերադառնալ բնականոն վիճակին։ Գլուխը շարժում եմ աջ, պառկեցնում գլուխը կախված եւ դա ստիպում է ականջի աջ անցուղում խցանված բյուրեղին շարժվել դեպի հաջորդ դիրքը, մինչեւ վերջապես այն հայտնվում է կենտրոնական մասում։ Սովորաբար մեկ բուժմամբ մարդկանց մոտ վերանում են ախտանիշները։ Գուցե այս վարժությունները պարզ են թվում, սակայն Քրիստին զգուշացնում է այն չփորձել տանը։ Դա կարող է շատ վտանգավոր լինել, դուք չգիտեք, թե որ ականջն է խնդիրը եւ ամեն ականջ 3 անցուղի ունի։ Քրիստի շնորհիվ Շելբին այլևս գլխապտույտ չունի։ Նա բուժեց ինձ։ Մեկ բուժմամբ այն բանից հետո, երբ 6 ամիս տառապում էի այս վիճակում։ Արաքսիվան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։